Hello, I am Arevik Harutyunyan, representing the Gerard Scientific Analytical Foundation. Բարև ձեզ, ես Արևիկ Հարությունյանն եմ, ներկայացնում եմ Գեղարդ գիտավելոցական հիմնադրամը։ Մեզ համար մեծ պատիվ է ողջունել դոկտոր Էլիս Սեմերջյանին, Քլարք համալսարանի հոլոքոստի և ցեղասպանությունների ուսումնասիրությունների Ստրասլերի կենտրոնի, հայոց ցեղասպանության ուսումնասիրությունների Ռոբերտ Արամ և Մարիան Կալուստյան և Ստիվեն և Մարիան Մուգար ամբիոնի ղեկավարին։ Դոկտոր Սեմերջյանը միջազգային ճանաչման է արժանացել Մերձավոր Արևելքի հայագիտության և ցեղասպանության ուսումնասիրությունների ոլորտում իր նշանակալի ներդրման համար։ Նրա հետազոտությունները խորը պատկերացում են տալիս հայոց ցեղասպանության պատմության, հիշողության, ինչպես նաև տրավմայի և տեղահանության տևական ազդեցությունների մասին։ Այս զրույցի նպատակն է բացահայտել դոկտոր Սեմերջյանի նորարարական մեթոդներով գրված գիտական աշխատանքի բարդ շերտերը, հատկապես ուշադրություն դարձնելով նրա վերջին գրքի «Մնացորդներ. հայոց ցեղասպանության մարմնավորված արխիվները» հրատարակությանը, ինչպես նաև այն անձնական, պատմական և գիտական տեսանկյուններին, որոնք ձևավորել են այն։ Thank you for joining us today. Դոկտոր Սեմերջյան, շնորհակալ ենք այսօր մեզ միանալու համար։ Ձեր նախորդ հետազոտության շրջանակներում ինչ գործոններ են ազդել ցեղասպանության թեմային անդրադառնալու ձեր որոշման վրա և ինչն է ոգեշնչել «Մնացորդներ. հայոց ցեղասպանության մարմնավորված արխիվները» գրքի ստեղծմանը։ Thank you for having me. And I would just say that Շնորհակալ եմ հրավերի համար։ Կցանկանայի նշել, որ 1990-ական թվականների կեսերից զբաղվում եմ գենդերի թեմայով, հատկապես Օսմանյան կայսրությունում գենդերային հարցերի ուսումնասիրությամբ։ Կան կանանց նկատմամբ վերաբերմունքի որոշակի ձևաչափեր, կանոններ և օրենքներ, որոնք միշտ էլ եղել են իմ ընկալման պատմական առանցքում։ Բայց ես իրականում մեծ հնարավորություն տեսա աշխատելու այն մարդկանց հետ, ովքեր ուսումնասիրում էին մարմնի թեման, եւ դա այն ժամանակ տվեց ավելի խորը խորելու մարմնի եւ հայոց ցեղասպանության փոխկապակցության մասին։ Դա տեղի ունեցավ Քորնելի համալսարանում եւ հենց այնտեղ էլ սկիզբ առավ այս գրքի գաղափարը։ Իրականում ես սկսեցի խորել իրավական համակարգերի, ընտանեկան իրավունքի եւ կանանց նկատմամբ բռնության ձևերի մասին եւ այն մասին, թե ինչպես են դրանք հիմք հանդիսացել մտածելու հայ կանանց մարմինների մասին կամ նույնիսկ հայ ընտանիքի ներսում գենդերային հարաբերությունների մասին, որոնք հեշտությամբ կարող էին դառնալ ցեղասպանության թիրախ։ Ես այս երևույթը անվանում եմ Օսմանյան մկանային հիշողություն։ Չեմ ուզում այն չափազանցնել, բայց այն անկասկած գոյություն ունի, որպես ոչ մուսուլմանական մարմիններն առևանգելու իրավունքի գաղափար։ Այս գաղափարը խորապես արմատավորված է որոշ համակարգերում, լինի դա զորահավաքային Դևշիրմե համակարգը տղաների հավաքագրմամբ, թե աղջիկների հավաքագրումը որպես հարեմի կանանց։ Եվ մինչև հայոց ցեղասպանությունը 19-րդ դարի վերջերին մենք հանդիպում ենք բազմաթիվ բարձրաձայնված դեպքերի, առևանգված աղջիկների և կանանց մասին։ Հատկապես այն շրջաններում, որտեղ հայերն ապրում էին քրդերի հետ։ Եթե որևէ քուրդ տղամարդ ցանկանում էր հայ աղջկա կամ կնոջ, նա գիտեր, որ առևանգելով նրան, նա փաստացի կկտրի նրան իր ընտանիքից։ Նման օրինաչափություններ ենք տեսնում նաև հայոց ցեղասպանության ժամանակ, հայ կանանց և երեխաների ասիմիլացման քաղաքականության մեջ։ Այսպիսով ես ցանկանում էի մտածել այս կապերի մասին, քանի որ դրանք վաղուց էին ինձ մտահոգում կայսրության շրջանում, տարբեր համատեքստում։ Եվ ակնհայտ է, որ այս համակարգերը հայոց ցեղասպանության ժամանակ հայ համայնքի դեմ օգտագործվել են որպես զենք։ Հետազոտության ընթացքում եղել են պահեր, որոնք էապես փոխել են թեմայի վերաբերյալ ձեր պատկերացումները։ that's a great top. I mean, there were so many profound. Սա իսկապես հրաշալի թեմա է։ Կանանց վերաբերյալ գոյություն ունեն այնքան խորքային վկայություններ։ Դրանցից շատերի մասին խոսում են, իսկ մյուսների մասին լռում։ Ես մեծապես գնահատում եմ, երբ մարդիկ, ովքեր սովորաբար աշխատել են արխիվներից ստացված նյութական փաստաթղթերի հետ, իրականում դիմում են բանավոր պատմության արխիվներին։ Ես իսկապես ուզում եմ խրախուսել գիտնականներին եւ հետաքրքրված մարդկանց ներգրավել այդ արխիվների ուսումնասիրության մեջ։ Դրանցից մի քանիսը հասանելի են Shoah Foundation-ի կայքում։ Այդ վկայությունների մեջ ես գտա մի կնոջ, ով շատ մանրամասնորեն նկարագրում էր, թե ինչպես էին իրեն դաջել։ Նա ուներ իր պատմության գրված տարբերակը, բայց երբ ես լսեցի, թե ինչպես էր ինքն անձամբ պատմում այդ ամենը եւ խոսում նաեւ իր սեռական տրավմայի մասին, դա ինձ համար շատ հուզիչ էր։ Այսպիսով կենդանի մարդկանց եւ բանավոր վկայությունների հետ աշխատելն ինձ համար դարձավ հսկայական փորձառություն։ Այն ոչ միայն հաստատեց իմ ուսումնասիրությունները, այլև առաջ բերեց նոր հարցեր, ինչպիսիք են մարդկանց հուզական արտահայտումները եւ իրենց ապրածների մասին խոսելու բարդույթը։ Դա կարևոր է,
Ակնկալել, որ ինչ-որ մեկը, ով վերապրել է աներևակայելին, կկարողանա հստակ արտահայտել իր ապրածը։ Կարծում եմ դա անհիմն է։ Երբեմն ձևակերպումները մասնատված են։ Ես հատկապես մտածում եմ Ավրորա Մարտիգանյանի այս բոլոր տեսագրությունների մասին։ Նրա պատմությունները նույնպես մասնատված են, որովհետև նա անցել է անպատկերացնելի փորձությունների միջով եւ շարունակաբար տրավմայի մեջ է եղել։ Նույնիսկ այն բանից հետո, երբ տեղափոխվել է Միացյալ Նահանգներ։ Այդ պատմություններն են, որ ինձ ամենից շատն են հուզել։ Ինչ խոչընդոտների եք բախվում այս թեմայով ակադեմիական աշխատանք իրականացնելիս, միաժամանակ ապահովելով դրա կիրառելիությունը ժամանակակից աշխարհում։ I did not, I feel fortunate that I found an editor who believed. Ես ինձ բախտավոր եմ զգում, որ Սթենֆորդի համալսարանի հրատարակչությունում գտա խմբագիր, որը հավատում էր այս նախագծին։ Շատ դինամիկ խմբագիր, որն իրականում խրախուսում էր ինձ փորձեր իրականացնել։ Բայց ես նաև հասկանում եմ, որ կան շատ մարդիկ, ովքեր պայքարում են իրենց աշխատանքը հրապարակելու համար։ Ես նկատի ունեմ, որ կան խոչընդոտներ։ Հայոց ցեղասպանության շղթումը դեռ արդի է, եւ իրականում մենք կարող ենք դիտել ժխտողականության մի տեսակ վերածնունդ, քանի որ այն այժմ նորաձև է։ Ուստի մենք երբեք չենք կարող անտեսել այն աշխատանքը, որը նախորդ պատմաբաններն արել են հայոց ցեղասպանությունը փաստաթղթավորելու եւ ապացուցելու համար։ Բայց մենք նաեւ պետք է անընդհատ մտածենք այն մասին, թե ինչպես աջակցենք գիտնականներին։ Ես ինձ բախտավոր եմ զգում, որ տեսնում եմ մարդկանց, ովքեր աջակցություն են ստանում, եւ ես նաեւ ցանկանում եմ նրանց աջակցել իրենց աշխատանքը ստեղծելու գործում։ Want to also give them my support to produce their work. In the book you have used the term of the Ձեր գրքում դուք օգտագործել եք արհեստական հիշողություն տերմինը, նկարագրելու այն ժառանգական փորձառությունները, որոնք մարդիկ երբևէ անձամբ չեն ապրել։ Ինչ եք կարծում, ինչպես են այս մարմնավորված հիշողությունները ձևավորում հայկական ինքնությունն այսօր։ You know, the Artsakh, I think, Գիտեք, Արցախի իրադարձությունները, կարծում եմ, շատերի մոտ արթնացրին 1915 թվականի հիշողությունները։ Այս տրավմաները պատկերված են մեր մարմինների եւ հիշողության վրա, եւ արհեստական հիշողություն տերմինը ներառում է նաեւ այլ մարդկանց հիշողությունները։ Ինչպես է լինում, որ երբ մենք լսում ենք մեր տատիկ պապիկների պատմությունները, եթե նույնիսկ մենք դա ինքներս չենք զգացել, երբեմն թվում է, որ մենք դա անձամբ ենք զգացել, որ ինչ որ կերպ մենք դեռ տրավմաները եւ ցավը զգում ենք։ Դա ինձ հետաքրքրեց։ Եվ հետո ես մտածեցի այն մարդկանց մասին, ովքեր գնում էին դերձոր, ովքեր իսկապես ուխտագնացություն էին կատարում այնտեղ, որտեղ հուշատախտակներ չկան։ Անապատի որոշ հատվածներում շատ քիչ հիշատակի նշաններ են մնացել, ինչպես Սյուզաննա Խարտալյանն էր պատմում, որի հետ ես հարցազրույց եմ անցկացրել գրքի համար, եւ նա է Grandma's Tattoos ֆիլմի հեղինակը։ Նա իրեն անհարմար է զգում, որովհետեւ քայլելիս գիտակցում է իր ոտքերի տակ մարդկային ոսկորներ են, մարդկանց մարմինների մնացորդներ։ Այսպիսով ես ուզում էի մտածել այն մասին, թե ինչպես են հայ գիրը, հայ բանավոր պատմությունն ու պատմվածքները ձևավորել մեր հիշողությունը, ինչպես նաև ժառանգել մեր տատիկներից եւ պապիկներից ժառանգած տրավման։ Մենք հիմա տրավմաների ուսումնասիրություններից, գիտական ուսումնասիրություններից գիտենք, որ մենք մեր մարմնում կրում ենք տրավմայի հետքեր։ Դրանք կարելի է հայտնաբերել էպիգենետիկորեն։ Այսպիսով փորձեցի այդ գաղափարը կապել արհեստական հիշողություն գաղափարի հետ, բայց հայերը դերձորի մասին շատ են գրել, եւ ահա ես ուզում էի անդրադառնալ դրան, որովհետեւ հայերը կարդում են այդ պատմությունները, հետո գնում են դերձոր։ Նրանք նաեւ լսում են պատմություններ, հետո գնում են դերձոր եւ երբեմն տեսնում են, թե ինչպես են մարդիկ քայլում իրենց առջև, կամ իրենց երևակայության մեջ տեսնում են կույսերի, որոնք կարծես կամրջից նետվում են եփրատկետը։ Ահա թե ինչի համար է արհեստական հիշողությունը, ընդգրկելու այս ամենը, բոլոր պատմությունները, որոնք մենք պահում ենք մեր մեջ եւ որոնք մեզ են փոխանցվել լրատվամիջոցների միջոցով, ինչպես նաեւ մեր տատիկ պապիկներից ու ծնողներից։ Transmitted to us through media, but also from our grandparents and parents. You mentioned the situation. Դուք նշեցիք Արցախի իրավիճակը, ուստի կցանկանայի հարցնել, արդյոք տեսնում եք որևէ կապ արհեստական հիշողության եւ Արցախում տեղի ունեցող իրադարձությունների միջև, համեմատած 1915 թվականի դեպքերի հետ։ I mean, it has to be mentioned, right? The kinds of atrocities that were Այո, դրա մասին պետք է նշել, այնպես չէ՞։ Արցախում հայերի դեմ իրականացված վայրագությունները մեծապես արտացոլում են 1915 թվականի իրադարձությունները
եւ արձագանքում դրանց։ Մասնատման ծայրահեղ ձևերը, որոնք ես վերլուծում եմ իմ գրքում, վերարտադրվել են Արցախյան հողում։ Եվ իհարկե դա ներառում է կանանց նկատմամբ կատարված սեռական ոտնձգությունները։ Եվ գիտեք, 1915 թվականին տեսագրություններ չկային։ 1915 թվականին մարդիկ չէին տեսագրում սեփական հանցագործությունները, եւ այնուամենայնիվ այսօր մենք ունենք պատերազմի ժամանակ նկարահանված հայերի պատկերներով շրջանառվող հեռախոսային տեսագրություններ, այդ թվում բռնաբարված եւ հնարավոր ամենասարսափելի ձևով բռնության ենթարկված եւ սպանված Անուշ Ապետյանի սարսափելի տեսագրությունը։ Ես մտածում եմ այս ամենի մասին եւ ուզում եմ կոչ անել գիտնականներին, նույնիսկ եթե դա դժվար աշխատանք է, փորձել հասկանալ, թե ինչպես են կրկնվում բռնության այս ցիկլերը եւ բացահայտել դրանք որպես մարդկության դեմ հանցագործություններ, ցեղասպանության մնացորդային ազդեցություններ, որոնք մինչեւ օրս չեն ճանաչվել հանցագործ պետության կողմից։ Կցանկանայի նաեւ ավելացնել, որ այսօր կան գիտնականներ, ովքեր ուսումնասիրում են Թուրքիայի ներսում քրդերի նկատմամբ իրականացվող դաժանությունները, որոնք իրենց բնույթով արտացոլում են 1915 թվականի հայերի նկատմամբ իրականացվածը, հատկապես կանանց մարմինների եւ դիակների նկատմամբ վերաբերմունքը։ Ոչ բոլորը կարող են զբաղվել այս աշխատանքով, բայց ես ուզում եմ խրախուսել այն գիտնականներին, ովքեր կարող են զբաղվել դրանով, որովհետեւ եթե մենք ցանկանում ենք կանխել ցեղասպանություններն ու պահպանել մարդու իրավունքները, մենք կարիք ունենք այս երևույթների վերլուծության։ Մենք պետք է հասկանանք այդ մեխանիզմները եւ թե ինչու են դրանք կրկնվում։ To do it, because I think we need analysis, and if we want genocide prevention and we want to uphold human rights, we need to understand these mechanisms and why they're repeating. So there are just a lot of pictures in your. Ձեր գրքում բազմաթիվ լուսանկարներ կան։ Այսպիսով մեր հարցը հետևյալն է. Ինչպես եք կարծում, այդ պատկերները, որոնցից որոշները գուցե նոր էին շատերի համար, իսկ որոշները ձեր անձնական արխիվից, ինչպես են փոխում մեր ընկալումը ցեղասպանության վերաբերյալ։ I have to say there's one image that I repeated that I included that I regret. Պետք է ասեմ, որ կա մեկ պատկեր, որը ներառել եմ, որի համար հիմա զղջում եմ։ Կցանկանայի ավելին անել այն համատեքստային դարձնելու համար։ Կարծում եմ, որ պատկերները հզոր են։ Խոսեցինք Արցախից արված լուսանկարների, դիակների ցուցադրման եւ այլնի մասին։ Կարծում եմ կարեւոր է, որ դրանք արտացոլող լինեն, եւ այն պատկերներից մի քանիսը, որոնք ես ներկայացրել եմ։ Ես ուզում էի, որ դրանք վկայություն լինեն, բայց իմ իրական նպատակն էր դրանք նոր դիտանկյունով ներկայացնելը։ Հուսով եմ, որ մի օր մենք կկարողանանք դիտել դաջվածք ունեցող հայ կնոջ, ցեղասպանությունից փրկվածի այդ պատկերը եւ նրան ընկալել որպես վերապրածի, այլ ոչ թե սարսափել նրա դաջվածքներից։ Իհարկե, թե նա, թե այն կանայք, որոնց վկայությունները ներկայացնում եմ, սարսափած էին իրենց դաջված լինելու փաստից, սակայն նրանցից մի քանիսը նաեւ հասկանում էին, որ իրենց դաջում էին, որովհետեւ նրանք տարբերվում էին դաջված մարդկանցից եւ այդպիսով հեշտությամբ կարելի էր նրանց առանձնացնել։ Եվ եթե մենք սկսենք այս կերպ մտածել, գուցե մենք կարողանանք հարգել այս կանանց, նրանց պարզապես որպես անարգված կանանց ընկալելու կամ դաջվածքների եւ սեռական բռնության միջև կապ տեսնելու փոխարեն։ Դաջվածքներն իրականում կատարում էին բոլորովին այլ գործառույթ քոչվոր հասարակություններում, քանի որ դրանք նշում էին իրենց պատկանելությունը նոր համայնքին։ Եվ ես գիտակցում եմ, որ դա հայերի ապրած սարսափի մի մասն է։ Ես հույս ունեի, որ ավելի շատ ենթատեքստեր, մանրամասներ եւ նախապատմություն իմանալով միգուցե մարդիկ այլ կերպ կվերաբերվեն այս կանանց։ Հաջողել եմ, թե ոչ, չգիտեմ, քանի որ կարծում եմ, որ դրա համար իրականում թանգարանային ցուցանմուշ է պետք։ Եվ անհրաժեշտ է մենք պետք է օգնենք մարդկանց մի փոքր այլ կերպ մտածել եւ ոչ թե պարզապես վախենալ, երբ տեսնում եմ պատկերները, այլ պարզապես պատվել այդ կնոջը եւ մտածել նրանց մասին որպես մեկ վերապրածի։ Վերապրածներից մեկի նշանածը նշեց, որ դրանք վերապրողի տարբերանշաններն են, դրանք ոչ թե անօգնական զոհի, այլ վերապրածի տարբերանշաններն են։ Մեկի, ով հզոր էր, ով վերապրեց դա։ Եվ անկախ այն փաստից, որ նա սարսափելի բռնության էր ենթարկվել, նրա փեսացուն այնուամենայնիվ ամուսնացավ նրա հետ ցեղասպանությունից հետո։ Սա Վերգինեն է, Վերգինեի պատմությունը։ And her fiancé still, married her after the genocide. That's Vergine, the story of Vergine. In your earlier works, material ավելի վաղ աշխատանքներում նյութական մշակույթը եւ քաղաքային տարածքները կենտրոնական դեր են խաղում հավաքական ինքնության ձևավորման գործում։ Դուք մնացորդները գիրքը համարում եք պատմության եւ հիշողության նկատմամբ այս տարածական մոտեցման շարունակություն, թե անցում դեպի ավելի մարմնավորված անձնական հեռանկարի։ Wow, this is a great
a great question. I mean, I'm moving now. Սա հիանալի to հարց write է։ a history Ես հիմա of անցնում եմ Aleppo. հալեպահայության պատմությունը գրելուն։ Ու Now հիմա that I'm երբ ես thinking այդքան so much շատ եմ about մտածում bodies, I want to մարմինների always մասին, think about ուզում եմ միշտ space մտածել and տարածության bodies եւ in the way մարմինների that, մասին how our այնպես, bodies ինչպես մեր create մարմինները space ստեղծում են and տարածություն environment. եւ միջավայր։ And such a Այսպիսի beautiful հետաքրքիր thing բան տեղի happened ունեցավ in Հալեպում Aleppo պատերազմից after the հետո։ war. I mean, Հալեպը Aleppo was ողողված էր հայերով, overrun եւ with քաղաքում ապրում էին Armenians, 100 հազարավոր 100,000 հայեր։ Armenians. Բավարար The city, բնակարաններ, բավարար there was սնունդ, not բավարար enough կացարան housing, չկար, not enough բայց հետո food, տեղի ունեցավ մի shelter, շատ but then գեղեցիկ բան։ something Եվ very տատիկս ու beautiful պապիկս happened. դրա մի մասն My էին։ grandparents Պապս were part of this. փախստականների My ճամբարում grandfather էր, was in a հետո refugee սկսեց camp աշխատել and then քաղաքում ու started հանկարծ working in the քաղաքում city. նոր And next thing you թաղամասեր know, են new ստեղծվում areas ու of հասկանում ես, Aleppo. որ հայերն այստեղ Then, իրենց you know, you've պաստուրման են got, պատրաստում Armenians կամ making իրենց their մշակույթն basturma են here, բերում։ or, Հայերն արդեն bringing քաղաքում their էին, նրանք their արդեն culture, այնտեղ էին։ and Armenians Այդ were հայերից already in շատերը the փրկել են city. ցեղասպանությունը They were վերապրած already there. հայերին։ Many of those Այսպիսով Armenians տեսնում ենք, որ rescued those մարմինների, Armenian քաղաքների, տարածքների եւ Armenian տեղակայման միջև survivors. կապ կա, However, թե ինչպես են հայերը նոր it's համայնքներ magnified, ստեղծել Հալեպում։ it's amplified. Եվ ես միշտ ուզում եմ So այսպես what you're մտածել saying is the մարմինների եւ relationship տարածության between միջև bodies, հարաբերությունների space, մասին։ Ես չեմ պատրաստվում place, բաժանվել մարմինների how it թեմայից, affects հատկապես երբ այդքան շատ եմ ուսումնասիրել այն։ in Aleppo. And I always want to think about the relationship between bodies and space in this way. I won't let go of the body now that I've been thinking about it so much. As a professor Որպես and պրոֆեսոր եւ historian, պատմաբան, how do you ինչպես եք այս introduce գայուն these թեմաները sensitive ներկայացնում topics ձեր to students in a way ուսանողներին, that որ honors եւ հարգի scholarship կլինի and գիտության the համար, եւ emotional weight of the կներկայացնի նյութի material? ամբողջ հուզական կշիռը։ Wow, that's also a really great question. You know, I like to bring in art, music. Սա նույնպես հիանալի հարց է։ Գիտեք, ես սիրում եմ օգտագործել արվեստ, երաժշտություն, տարբեր իրեր, տեսանյութեր եւ կարծում եմ կարեւոր է նաեւ վկայությունների հետ աշխատել։ Ուստի մենք կարդում ենք վերապրածների հիշատակություններն ու վկայությունները, բայց դե պետք է համակցել այլ նյութերի հետ։ Օրինակ, մենք երեք դիտեցինք ամերիկացին ֆիլմը եւ այն այնքան գեղեցիկ էր։ Ֆիլմը պատմում էր Ստալինի ժամանակ հայերի Հայաստան հայրենադարձության դժվարությունների մասին, բայց այն նաև պարունակում է հումոր եւ մարդկային է։ Ես հուսով եմ, որ նման մոտեցումը կօգնի ավելի դժվար նյութը հասանելի եւ յուրացվող դարձնել սովորողների համար։ Կարծում եմ, որ որպես ուսուցիչ պարզապես չես կարող միայն պատմել ցեղասպանության մասին։ Պետք է լինի նաև մարդկանց վերածնունդ, վերակառուցում, հույս եւ տոկունություն, որովհետեւ ես անձամբ հույս ունեմ, որ հայոց ցեղասպանությունը կճանաչվի, եւ ապա մենք կկարողանանք առաջ շարժվել այն ուղղությամբ, ինչն իսկապես անհրաժեշտ է։ Մենք մարդիկ, անկախ կրոնից կամ ազգությունից, պետք է միավորվենք, միասին լուծելու գլոբալ խնդիրները։ Դա իմ նպատակն է։ Նպատակն այն չէ, որ մենք միշտ մնանք 1915 թվականի հիշողության մեջ, այլ հիշենք 1915 թվականի դասերը եւ վերջապես առաջ շարժվենք, ստեղծելու ավելի լավ, արդար եւ որ ամենակարևորն է մարդկային հասարակություն։ The lessons of 1915 and eventually move forward to create a better society, a more just and humane society most of all. What do you most hope this book? Ամենից շատ ինչ հույս ունեք այս գրքի համար, հայերի ցեղասպանության ուսումնասիրությունների ոլորտի եւ այն ընթերցողների համար, ովքեր կարող են քիչ բան իմանալ 1915 թվականի մասին, եւ ինչ հիմնական ուղերձ կամ գիտելիք կցանկանայիք, որ նրանք քաղեն այս արխիվների հետ աշխատելիս։ Well, I'm going to say you ask the best questions and Նախ ուզում եմ ասել, որ դուք իսկապես լավագույն հարցերն եք տալիս։ Այստեղ կուզեի սկսել իմ հիմնական նպատակից, որպես գենդերային հարցերով զբաղվող գիտնականի։ Կասեմ շատ ուղիղ, գիտակցում եմ, որ խոսում եմ հայ լսարանի հետ։ to an Armenian audience in Armenia. Ոչ միայն հայ լսարանի։ Okay, a global, but I realize I'm talking. Լավ, համաշխարհային, բայց դուք ինձ հետ խոսում եք Հայաստանից։ Ցեղասպանությունը հայրիշխանական նախագիծ է։ Ցեղասպանությունը սնվում է հայրիշխանությունից։ Սա էր հիմնական ուղերձը, որը ցանկանում էի փոխանցել։ Արդյունքում մեր հայրենիշխանությունը դառնում է մի բան, որից հանցագործը կարող է սովորել, այնուհետև օգտագործել մեր համայնքի դեմ։ Կանանց եւ երեխաների դեմ հարձակումը հարձակում է հայկական ընտանիքի դեմ։ Որոշ առումներով հայրիշխանությունն ինքն է ձևավորում այն հայացքը, որով ցեղասպանություն գործող սուբյեկտը դիտում է թիրախ համայնքը։ Սա էր այն հիմնական միտքը, որը ցանկանում էի շեշտել։ Այս պատճառով էլ ինձ համար ցեղասպանությունը նաև ֆեմինիստական հարց է։ Գիտակցում եմ, որ շատերի համար ֆեմինիստ բառը բացասական ընկալում ունի, բայց ուզում եմ ասել, որ դրա համար լուրջ հիմքեր կան։ Քանի դեռ մենք շարունակում ենք անտեսել կանանց նկատմամբ որոշակի բռնությունների ձևերը, մենք երբեք չենք կարող լինել այնքան ուժեղ, որքան իրականում կարող ենք լինել։ Because as long as we continue to ignore
certain kinds of violence against Սա է հիմնական գաղափարը, որը ցանկանում էի փոխանցել։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչ կցանկանայի, որ հայ գիտնականները կամ հայկական համայնքն ինչպես վերաբերեր այս գրքի հետ, ապա ասեմ, ինձ ոգևորում են այն արվեստագետները, ովքեր ցանկանում են այս գիրքն ու իմ նյութերն օգտագործել արվեստ ստեղծելու համար։ Կցանկանայի, որ լինեն ավելի շատ ցուցահանդեսներ եւ հանրային հարթակներ այս թեմաները քննարկելու համար, դուրս գալով միայն գրքի սահմաններից։ Հույս ունեմ, որ ինչ որ մեկը կգրի այս թեմայի շուրջ այլ կերպ կամ կստեղծի մի նոր բան, որովհետեւ գիտելիքը չպետք է մնա անշարժ։ Ես այդպիսի գիտնական չեմ, ուզում եմ, որ գործընթացը շարունակվի, այսինքն ո՞րն է հաջորդ քայլը։ Ինչ է լինելու հետո, ինչպես կարող է մեկ ուրիշը շարունակել այս աշխատանքը։ Անձամբ ափսոսում եմ, որ Դերզորի մասին հատվածն առանձին գիրք չդարձրի։ Ես երկար ժամանակ ուզում էի կենտրոնանալ հենց Դերզորի վրա։ Դա մի հուսահատեցնող եւ խորհրդանշական վայր է, որի մասին դեռ շատ բան կա ասելու։ Ինչպես է հաջորդ գիտնականը մոտենալու Դերզորի հարցին։ Ինչպես է հաջորդ գիտնականը մոտենալու դաշվաստների թեմային։ Ես անհամբեր սպասում եմ այդ աշխատություններին։ scholar do with the question of tattoos. I'm waiting to read that work. Շատ շնորհակալ եմ։ Դուք հայերեն խոսում եք կամ գուցե գիտեք հայերեն որևէ բառ կամ արտահայտություն։ Շատ կցանկանայինք լսել, եթե հնարավոր է։ Հայերեն գխոսիմ, բայց հայերենս դգարը քիչմա, բայց գխոսիմ։ Շատ շնորհակալ ենք. Thank you so much. Մենք կավարտենք սրանով։ Մերսի շատ։ Let me remind you that our guest Թույլ տվեք հիշեցնել, որ մեր այսօրվա հյուրը դոկտոր Էլիս Սեմերջյանն էր, Քլարք համալսարանի հոլոքոստի եւ ցեղասպանությունների ուսումնասիրությունների Ստրասլերի կենտրոնի, հայոց ցեղասպանության ուսումնասիրությունների Ռոբերտ Արամ եւ Մարիան Կալուստյան եւ Ստիվեն եւ Մարիամ Մուգար ամբիոնի ղեկավարը։ Ցանկանում ենք մեր խորին երախտագիտությունը հայտնել դոկտոր Սեմերջյանին այսօր մեզ հետ լինելու, մեզ ժամանակ հատկացնելու համար։ for taking the time to be with us today.